ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Հորմուզի նեղուցի բացմանը, շնորհակալություն հայտնելով Իրանին եւ նշելով, որ նեղուցը պատրաստ է ազատ նավարկության համար։ Իրանը հայտարարեց, որ նեղուցը լիովին բաց է եւ պատրաստ է ազատ անցման համար։ Շնորհակալություն հայտնել է Թրամփը, ընդգծելով իր դրական վերաբերմունքը այդ որոշման նկատմամբ։ Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը կմնա բաց, եթե ԱՄՆ-ն ընդունի տեղում առկա իրողությունները եւ հրաժարվի իր մաքսիմալիստական պահանջներից եւ Իրանի ինքնիշխանության խախտումներից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերում։ Այն Իրանի տարածքի մի մասն է եւ այն հազարամյակներ շարունակ բաց է մնացել Իրանի որոշմամբ։ Իրանը չափազանց վճռական եւ պատասխանատու խաղացող է։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս նեղուցի միշտ բաց մնալուն, ասել է փոխարտգործնախարարը։ Այնուամենայնիվ, այժմ նրա խոսքով պետք է ընդունվեն նոր կանոններ։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պահանջում է դա ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով, այլև անվտանգ անցման եւ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների ապահովման համար։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո Ռուսաստանը կարող է վերախմբավորել եւ վերաբաշխել ռեսուրսները ռազմական գործողության համար, որը նպատակ ունի վերականգնել ռուսական կայսրությունը կամ խորհրդային միությունը։ Նման տեսակետ է հայտնել Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Կլաեսոնը։ Ես նաեւ չեմ բացառում, որ նրանք կպատրաստվեն որևէ տեսակի ռազմական բախման, նպատակ ունենալով արդյունավետորեն վերականգնել այնպիսի պետություն, որը ենթադրում է աշխարհաքաղաքական ընդլայնում եւ նման է հին ռուսական կայսրությանը եւ հնարավոր է նույնիսկ խորհրդային միությանը, ասել է զինվորականը։ Նա նաեւ հայտարարել է, որ Շվեդիան պատրաստվում է այն հնարավորությանը, որ Մոսկվան կարող է ցանկացած պահի փորձարկել դաշինքը եւ վերահսկողություն հաստատել Բալթիկ ծովի որևէ կղզու նկատմամբ։ Հետեւաբար Շվեդիան պետք է զգոն լինի եւ Ռուսաստանին զսպի նման արկածներից Բալթիկ ծովում իր ներկայության միջոցով, կարծում է գլխավոր հրամանատարը։ ԱՄՆ-ն ցանկանում է թույլատնել Իրանի պաշտպանական կարողությունները հաջորդ պատերազմից առաջ, պահանջելով, որ այն դադարեցնի ուրանի հարստացումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական խոսնակ Էբրահիմ Ռեզային։ Թշնամին Իրանի վրա ճնշում է գործադրում, հանելու կամ նոսրացնելու Իրանի հարստացված ուրանը եւ զրոյի հասցնելու հարստացման մակարդակը, որպիսի փորձի չեզոքացնել Իրանի զսպող ուժը հաջորդ պատերազմում, որպիսի ոչնչացման եւ քայքայման նախագիծը կարողանա անարգել առաջ շարժվել, հայտնել է խոսնակը։ Թրամփը հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե ով կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որը կբանակցի իրանցի պաշտոնյաների հետ համաձայնագիրը ստորագրելու համար եւ ենթադրել է, որ կարող է ինքը մեկնել։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը, հրապարակելով ամերիկացի առաջնորդի հետ հեռախոսազրույցից հատվածներ։ Հարցին, թե արդյոք նա կմեկնի Պակիստան, որտեղ տեղի է ունեցել բանակցությունների վերջին փուլը, Թրամփը պատասխանել է. հնարավոր է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի այն հայտարարությունը, որ Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատումը նրա պաշտոնավարման ընթացքում իր ամենամեծ նվաճումներից մեկն է։ Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի դադարեցնի օգնություն տրամադրել։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Հուսով եմ, նրանք չեն հրաժարվի այս պատերազմից, ասել է Զելենսկին։ Վերջինս հավելել է. ամերիկյան աջակցությունը կարևոր է ոչ միայն Կիևի, այլև Վաշինգտոնի համար, քանի որ այն թույլ է տալիս պահպանել կապերը Եվրոպայի հետ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է սովորի ժողովրդավարության սկզբունքները իր երկրից։ Բելարուսական առաջնորդը կտրուկ գնահատականներ է տվել ամերիկյան քաղաքական համակարգին։ Վերջինիս խոսքով ԱՄՆ-ում հաճախ խոսվում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին, սակայն իրականում ըստ նրա իրավիճակը չի փոխվում։ Նա հայտարարել է, որ Բելարուսում շատ ավելի շատ իրական ժողովրդավարություն եւ իրավունքներ կան, քան Միացյալ Նահանգներում։ Բելարուսի նախագահը նաեւ քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, նշելով, որ Վաշինգտոնի կողմից Իսրայելի գործողությունների աջակցությունը վկայում է հակասությունների մասին մարդու իրավունքների հարցում։ Նրա գնահատմամբ այս ամենը խոսում է ԱՄՆ-ում առկա դիկտատորական միտումների մասին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ ապրիլի 20-ին Պակիստանում, հաղորդել է Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Թրամփի վարչակազմի պաշտոնյան ասել է, որ նրանք հավանաբար տեղի կունենան երկուշաբթի օրը Պակիստանում։
Axios-ը նախկինում հաղորդել էր, որ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում արդեն կիրակի օրը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը հնարավոր է 1-2 օրվա ընթացքում, իսկ հանդիպումը նախատեսված է հանգստյան օրերին։ Ձերբակալվել են մանկավարժական պետական համալսարանի պրոռեկտոր Սմբատ Լպուտյանը, նրա որդին եւ այլ աշխատակիցներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ լիազորությունները չարաշահելու, խարդախության դրան օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար ՎԶԲ-ը 264.4 միլիոն դոլար դրամաշնորհ կտա։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶԲ-ի եւ արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 միլիոն դոլար։ Առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ, Գյումրի եւ հակառակ ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ Ստամբուլ-Երևան չվերթների մասին պայմանավորվածություն Էրդողանի հետ ձեռք է բերվել Չինաստանում կայացած հանդիպման ընթացքում։ Ինչ վերաբերում է Բաքվի եւ Անկարայի հետ հարաբերությունների զարգացմանը, Փաշինյանը կարծում է, որ ժամանակն է աշխատանքային օրակարգում ներառել թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումները։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատավոր Վահե Դոլմազյանը ավելի քան 5 ժամ քննելուց հետո որոշում է կայացրել երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ժամկետով եւ որոշակի սահմանափակումներով։ Դատարանը նաեւ թույլ է տվել, որ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացուն հարցազրույցներ տա։ Կարապետյանը նշենք, որ 3 հայտարարել է իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար։ Ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետևում։ Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնպես վիրավորական եմ համարում, նշել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանե ապրիլի 30-ին ժամը 14:00-ին։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նախորդին հայտարարել էր, որ ապրիլի 21-ին Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրավիրել է համագումար եւ կարեւոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, սակայն երեկվա դատական նիստը հակառակը ցույց տվեց։ ԱՄՆ-ն Իրանի դեմ սկսել է տնտեսական զայրույթ գործողությունը Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Միաժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սկսում է տնտեսական զայրույթ գործողությունը, Իրանի վրա առավելագույնի հասցնելով տնտեսական ճնշումը ԱՄՆ ողջ կառավարման շրջանակներում, ասել է նախարարը։ Վերջինս նաև զգուշացրել է Թեհրանին ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությունների արշավը սրելու պատրաստակամության մասին եւ կոչ արել հանրապետությանը խելամտորեն ընտրել։ ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը հետախուզական առաքելություններ է իրականացրել Սև ծովի վրա։ Տվյալների համաձայն նախազգուշացնող ինքնաթիռը, որը ապահովում է բոլոր եղանակային պայմաններում հսկողություն, կործանիչների ուղղորդում եւ մարտական կառավարման հնարավորություններ, մեծ հեռավորությունների վրա օդային թիրախներ հայտնաբերելով թռիչք է կատարել Թուրքիայի Կոնյա օդանավակայանից, թռել է երկրի Սև ծովի ափով եւ Բուլղարիայի վրայով։ Այնուհետև այն մտել է Ռումինիայի տարածք եւ սկսել է շրջապտույտ անել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Ավելի ուշ վերադարձել է Բուլղարիայի օդային տարածք։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների անմիջական ներգրավվածությունը Ուկրաինայի շուրջ հակամարտությունում շարունակաբար աճում է։ Պեսկովի այս հայտարարությունը հնչել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակումից հետո, որտեղ նշվում էր, որ Եվրոպայի մի շարք երկրներում գործում են ուկրաինական ընկերությունների մասնաճյուղեր, զբաղված անօդաչու սարքերի եւ դրանց բաղադրիչների արտադրությամբ։ Ըստ ներկայացված տվյալների, նման արտադրություններ տեղակայված են առնվազն 8 եվրոպական երկրներում։ ԱՄՆ-ն իր գործընկերներին տեղեկացրել է զենքի մատակարարումների հնարավոր ուշացումների մասին, սեփական ռազմական կարիքները առաջնահերթ համարելու անհրաժեշտության պատճառով, հաղորդում է Reuters-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակումը նշում է, ուշացումը կազդի մի շարք եվրոպական երկրների, այդ թվում Բալթյան երկրների եւ Սկանդինավիայի վրա։ Գործակալության տվյալներով զենքի մի մասը եվրոպական երկրները գնել են արտաքին ռազմական վաճառք ծրագրի շրջանակներում, բայց դեռևս չի մատակարարվել։
Թուրքիան կարևոր է համարում Ուկրաինայի հարցում դիվանագիտական նախաձեռնությունների շարունակությունը եւ Անկարան կաշխատի այս ուղղությամբ, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նա նշել է. Թուրքիան այն երկիրն է, որին վստահում են եւ Մոսկվան, եւ Կիևը։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը այս ուղղությամբ, հավելել է Էրդողանը։ Իսրայելցի լրագրողները հաղորդում են Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին, հարվածելու եվրոպական գործընկերներին, որոնք օգնում են Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ արտադրել, հաղորդում է իսրայելական Ynet հրատարակությունը։ Ռուսական կողմի տվյալներով Հայֆայում գտնվող ընկերությունը մատակարարում է ԱԹՍ-ների համար կապի հիմնական մոդուլներ։ Ռուսաստանը պնդում է, սրանք այն բաղադրիչներն են, որոնք սնուցում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից օգտագործվող հեռակառավարման համակարգերը, նշվում է հրատարակության մեջ։ ԱՄՆ-ն եվրոպական շահերը դիտարկում է որպես երկրորդական միտք, մինչդեռ Եվրամիությունը մի շարք հարցերում դառնում է Թրամփի վարչակազմի հակառակորդ եւ ցանկանում է ՆԱՏՕ-ն դարձնել ավելի եվրոպական։ Նման տեսակետ է հայտնել ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։ Միաժամանակ Եվրամիությունը համախմբվել է Եվրոպական հանձնաժողովի շուրջ, ինչը Եվրամիությունը վերածում է Թրամփի վարչակազմի հակառակորդի մի շարք հարցերում՝ Գրենլանդիայից եւ Իրանից մինչեւ մաքսատուրքեր եւ հիմնական արժեքներ։ Մի ժամանակ համեմատաբար միասնական արևմուտքը դառնում է դուալիստական, ԱՄՆ-ն գործում է առանց հաշվի առնելու իր եվրոպացի դաշնակիցներին, մինչդեռ դաշնակիցները իրենք դեռևս մեծապես կախված լինելով ԱՄՆ-ից պատրաստ չեն օգնել նրանց Իրանում կամ հրաժարվել Գրենլանդիայից, նշել է Պուշկովը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով պարտվեց խորհրդարանական ընտրություններում, խոստովանել է, որ իր ամենամեծ ափսոսանքն այն է, որ Պաքշ-2 ատոմակայանի նախագիծը ավելի շուտ չի իրականացվել։ Նա ասել է, ատոմակայանը պետք է շատ ավելի արագ կառուցվեր։ Եթե այն կառուցվեր, Հունգարիայի տնտեսությունը այսօր շատ ավելի լավ վիճակում կլիներ, քանի որ երկիրը ավելի շատ էներգիա կունենար եւ այն ավելի էժան կլիներ, նշել է քաղաքական գործիչը։ Այն փաստը, որ սա տևել է այդքան երկար եւ մենք չենք կարողացել այն ավարտին հասցնել, ես համարում եմ կառավարության լուրջ ձախողում, հայտնել է Օրբանը։ Ամերիկյան Military Watch Magazine հրատարակության տվյալներով Ուկրաինայի հոպի արդյունավետությունը նվազում է ռուսական Իսկանդեր M հրթիռի կիրառման պատճառով։ Ուկրաինայի հոպը գնալով թուլանում է, նշվում է հրատարակությունում։ Հաղորդվում է, Արևմուտքը փորձել է ռուսական հրթիռային համակարգերը ներկայացնել որպես շատ ավելի սակավ հզոր, քան դրանք իրականում կան։ Հոդվածի հեղինակները հավելել են, իրական աշխարհի պայմաններում ամերիկյան հոպ համակարգերը չեն կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել Իսկանդերներից։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ են հրապարակել, թե 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով որքան ապրանք է ներկրվել Հայաստան։ Հրապարակվել են նաեւ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ներկրումների ցուցանիշները։ Պետական եկամուտների կոմիտեից եւ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվել 26295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից 9337 տոննա վառելիք, շեշտելով, որ տարածաշրջանային գործակցության եւ խաղաղության հաստատման արդյունքներն արդեն իսկ շոշափելի են ձևավորելով նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրվել է 24865 տոննա ցորեն, 1362 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորենի ծավալ։ Իսկ Ադրբեջանից Հայաստան-Վրաստանի տարածքով երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբերի ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել եւ ձևակերպվել է 9337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք, ընդհանուր 7.2 միլիոն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից 5398 տոննան դիզելային վառելիք, 4.3 միլիոն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3939 տոննան բենզին, 2.9 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսային արժեքով, նշել են գերատեսչություններից։ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկանում են ազգային ժողովից։ Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, ինչպես նաեւ առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է միջխորհրդարանական միության դերը որպես
այս միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Ապրիլի 16-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջադրման փաստաթղթեր չի ստացել։ Այս մասին փոխանցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ապրիլի 15-ին ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ապրիլի 13-ից 23 ազգային ժողովի հերթական ընտրությունների առաջադրման ժամկետն է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվության կատարելու, հասարակական կարգի ապահովման եւ հանցավորության դեմ պայքարի գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա ապրիլի 16-ի կապակցությամբ ոստիկանության բարեկային ծառայության պետ ոստիկանության պետ Գևորգ Խաչատուրի Զաքարյանին շնորհվել է խաղաժամկետ ոստիկանության գնդապետի կոչում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվա կապակցությամբ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, ցուցադրվել են ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության տարբերանշանները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի ներկայացուցիչների հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում այնքան լարված քննարկում է վարել, որ արդյունքում կորցրել է ձայնը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Լինսի Գրեհեմը։ Նրա խոսքով Թրամփը անձամբ է վարում բանակցությունները Իրանի հետ եւ մի քանի օր առաջ ունեցած հեռախոսազրույցը եղել է չափազանց թեժ։ Նա բարձր տոնով հայտարարել է, թե ինչ կլինի, եթե Իրանը շարունակի իր գործողությունները։ Զրույցը այնքան է սրվել, որ նա բառացիորեն կորցրել է ձայնը։ Նշել է սենատորը հավելելով, որ չէր ցանկանա լինել այն մարդկանց տեղում, ովքեր գտնվում էին մյուս կողմում։ Ըստ Պոլիտիկոյի, ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ ուրանի հարստացման հարցում։ Վաշինգտոնը առաջարկել է 20 տարվա արգելք, մինչդեռ Թեհրանը համաձայնել է միայն 5 տարվա դադարեցմանը։ Եվրամիությունը մտադիր է շարունակել հակամարտությունը Ուկրաինայում մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստվելու համար, առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Բելգիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆրեդերիկ Վանսինյան, խոստովանելով, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա։ 2030 թվականը դժվարին ժամանակաշրջան կլինի Եվրոպայի համար։ Այդ ժամանակ հուսով ենք Ուկրաինայում պատերազմը կավարտվի, ասել է նա, նշելով, որ մինչև 2030 թվականը Եվրամիությունը պետք է կարողանա ասել Ռուսաստանի ղեկավարությանը, որ նույնիսկ առանց ամերիկյան պաշտպանության այն չի կարող հաղթել Եվրոպայի դեմ պատերազմում։ Վերջինս հավելել է, որ չի ցանկանա չափազանց վախեցնել բնակչությանը եւ նշել է, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա այսօր, վաղը կամ մեկ ամսից։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության հաղորդմամբ Իսրայելի բանակը խախտել է հրադադարը, հրետանային կրակ բացելով Լիբանանի սահմանային Խիամ քաղաքի վրա։ Հինգշաբթի երեկոյան Իսրայելը եւ Հեզբոլլահը հաստատել են 10-օրյա հրադադարի վերաբերյալ իրենց համաձայնությունը, որն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը ժամը 24:00-ին։ Թշնամու հրետանին կրակ է բացել Խիամ քաղաքի վրա, չնայած երեկոյան հայտարարված հրադադարին, ինչը հրադադարի համաձայնագրի նոր խախտում է։ Գրանցվել է 5 արկ, հայտնել է գործակալությունը։ Ոչ ոք թույլ չի տա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամենուրեք վերցնել ամբողջ նավթը, հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Մարտի վերջին Թրամփը հայտարարել էր, որ կցանկանա Իրանից նավթ վերցնել հետևելով Վենեսուելայի սցենարին։ Նա նաև չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ն կփորձի գրավել Խարկ կղզին, Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցը։ Ինչպես արտասահմանից մի տղա է ասում, մենք կգնանք եւ կվերցնենք ամբողջ նավթը, չնայած նախ եւ առաջ ով է նրան տալու վերցնել ամբողջ նավթը ամենուրեք, բայց այնուամենայնիվ նա դա է ուզում եւ այդպես էլ ասել է, թե նա շատ բան է ասում, նշել է պաշտոնյան։
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի արտադրության վայրերին հնարավոր հարվածների վերաբերյալ որոշումը արդեն ընդունված է։ Նա նշել է, որ հարցը վերաբերում է միայն դրա իրականացման ժամանակին։ Նրա խոսքով վերջնական որոշումը կախված է Գերագույն գլխավոր հրամանատարից եւ հարվածները կիրականացվեն այն պահին, երբ դա անհրաժեշտ կհամարվի։ Նա ընդգծել է, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որպեսզի Եվրոպայից Ուկրաինա մատակարարվի հարվածային տեխնիկա, որը հետագայում կկիրառվի Ռուսաստանի տարածքների դեմ։ Պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ նման սպառնալիքները նվազեցնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել հարվածները ռազմական եւ կենսական ենթակառուցվածքների նկատմամբ։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է 2025 թվականի ամռանը Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի ավիահարվածներից մնացած միջուկային փոշին հանձնել։ Իրանը միջուկային զենք չունի եւ նրանք համաձայնել են դրան։ Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը խորը գետնի տակ է երկու ռմբակոծիչներով մեր կողմից իրականացված հարձակումից, ասել է ԱՄՆ առաջնորդը։ Իրանական կողմը դեռևս չի հաստատել, որ զիջումների է գնացել ԱՄՆ-ի եւ Պակիստանի բանակցողների հետ հանդիպումների ժամանակ։ Ֆրանսիան չի ընդգրկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողովի մասնակիցների ցանկում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով Ելիսեյան պալատը 2 անգամ հանել է նրանց անունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի առաջարկած հրավիրյալների ցուցակից, նախընտրելով, որ հանդիպմանը մասնակցեն միայն երկրների կառավարությունների ղեկավարները։ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ արևմտյան երկրները կշարունակեն ֆինանսական աջակցություն տրամադրել Կիևին ամսական 5-ից 6 միլիարդ եվրոյի չափով, ընդգծելով, որ նման գումարները արևմուտքի համար մեծ դժվարություն չեն ներկայացնում։ Նախկին վարչապետի խոսքով արևմտյան երկրները տարբեր մեխանիզմներով կգտնեն անհրաժեշտ միջոցները, կանխելու Ուկրաինայի ֆինանսական ճգնաժամը։ Նա նաև նշել է, որ Եվրոպան շահագրգռված է պահպանել երկրի կայունությունը եւ թույլ չի տա նրա արագ ֆինանսական փլուզումը։ Միաժամանակ վերջինս հավելել է, եվրոպական երկրներում արդեն նկատվում են տարաձայնություններ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների աջակցման հարցում։ Նրա գնահատմամբ ոչ բոլոր քաղաքական գործիչներն են պատրաստ անվերապահորեն աջակցել նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Այսօր շարունակվել է Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 15-ին։ Հակակոռուպցիոն դատարանի բակում էին հավաքվել Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ, այնտեղ էին նաև ոստիկանական մեծ ուժեր։ Դատարանի բակում իրավիճակը լարվել էր, քաշքշոց էր սկսվել քաղաքացիների եւ ոստիկանների միջև, որից հետո ոստիկանները սկսել էին քաղաքացիներին բերման ենթարկել։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է միջնորդություն պնդելով, որ տնային կալանքը ենթակա է վերացման։ 4 միլիարդ դրամ գրավ է կիրառված Սամվել Կարապետյանի նկատմամբ, մենք գրավի չափի նվազման պնդում չենք անում։ Եթե գրավի չափի ավելացման անհրաժեշտություն գտնի վարույթը իրականացնող մարմինը, մենք համաձայն ենք, ասել է Վարդևանյանը։ Դատական նիստին ելույթ է ունեցել նաև Սամվել Կարապետյանը։ Պատվարժան դատարան փաստաբան Արամ Վարդևանյանն ամեն ինչ շատ հուզիչ ու համոզիչ ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքի շուրջ։ Ուզում եմ ավելացնել, որ մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ եւ իմ ընտանիքի անդամների դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը, բայց դա չի հաջողվելու, շատ շուտով մենք ուժեղ Հայաստան ունենալու ենք, նշել է Սամվել Կարապետյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, 1-ի նկատմամբ միջնորդությունը մերժվել է ու նա ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նշենք, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը տեղի ունեցածը որակում է որպես իշխանությունների վախի դրսևորում եւ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով թե ինչպես են ինչ-որ ձայնագրությունների հիման վրա մարդկանց պիտակավորում, ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է, որ այն ժամանակ էին մարդկանց մեղավոր հռչակում դեռ դատարան չհասած, առանց ապացուցելու դատարանի վճռի մարդկանց թիրախավորում են եւ անունները հանրայնացնում։
Ազատ եւ արդար ընտրությունների համար ամենամեծ սպառնալիքը կարող է թաքնված լինել հենց Հայաստանի ներսում, Փաշինյանի վարչակազմում, որն ամեն օր կամայական ու դաժան վերահսկողություն է սահմանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Դրա վառ ապացույցն էր 3 ուժեղ Հայաստան կուսակցության 2 անդամների ձերբակալությունը լիովին շինծու մեղադրանքներով, կամ շաբաթներ առաջ Դավիթ Մինասյանի կալանավորումը, մի դպրոցական տղայի, որին զրկեցին անգամ ծնողների պաշտպանությունից միայն այն բանի համար, որ նա համարձակվել էր պաշտպանել այն եկեղեցին, որտեղ ներխուժել էր Փաշինյանը։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։ Ղեկավարվելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով կարգադրում է կազմակերպել 2026 թվականի ապրիլի 20-ից 26-ը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինազի գլխավորած պատվիրակության ընդունելությունը։ Հրավիրում ենք Թուրքիային միանալու մեծ խաղաղության կտակը հյուսելու գործում։ Այս մասին Ստամբուլում ընթացող միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է։ Սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեծ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ասել է Ալեն Սիմոնյանը։ Նա նաև նշել է, թե ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից։ Սրանք խաղաղության արդյունքներն են, շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին, հավելել է Սիմոնյանը։ Ադրբեջանի Մաքսային կոմիտեն հայտնել է, որ Հայաստանից ներմուծվել են $960 վարդեր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս տարվա մարտին Նիդերլանդներից ներմուծվել են $960 վարդեր։ Հաղորդվում է, որ արտաքին առևտրի Մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների 3.3 կետի համաձայն գործընկեր երկիրն է համարվում ներմուծվող ապրանքների ծագման երկիր։ Հետևաբար այս վարդերը արտաքին առևտրի Մաքսային վիճակագրության մեջ արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծված։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, Ռուսաստանը երբեք լուրջ չի ընդունել Ուկրաինայում խաղաղության բանակցությունները։ Այսպես կոչված ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները ներկայումս կասեցված են, բայց ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը երբեք լուրջ չի ընդունել դրանք։ Ահա թե ինչու է ավելի կարևոր աջակցել Ուկրաինային, հայտարարել է Պիստորիուսը։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ որոշ երկրների կարճատես գործողությունները հանգեցրել են Ռուսաստանի բյուջեի համալրմանը մերձավոր արևելքում պատերազմով։ Մինչդեռ խաղաղության բանակցությունները կանգ են առել, հավելել է նախարարը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում 19-ից 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կբարձրանա եւս 2-ից 4 աստիճանով, իսկ ապրիլի 17-ից 19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 8 աստիճանով։ Երևան քաղաքում եւս ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է 19-ից 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում մինչեւ 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-ից 18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12-ից +14 աստիճան։